UNICEF-ը և Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Երբ երեխաներին տարբեր բնորոշումներ ենք տալիս, ծույլ, գերազանցիկ կամ հարվածային, կոնկրետ ես դրան շատ բացասական եմ վերաբերվում, պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է և չհամեմատել այլոց հետ։ Դա լինի ծանր քննաշրջան, թե լինի առօրյա սովորելու ժամանակահատված, խիստ կարևոր է, որ երեխան գիտակցի, որ ինքը ունի անպայման հանգստի պահեր։ Կրթության մեջ կարծում եմ երեխային դեմոտիվացնում է նրան չճանաչելը, նրան չընդունելը, նրան այլոց հետ համեմատելը և չաջակցելը ծնողին։ Թվային կյանքի և տեխնոլոգիաների հասանելիությունը կարծում եմ թողնում են դրական ազդեցություն երեխաների կյանքում, քանի որ շատ հաճախ դրանք արտացոլում են գեղեցիկ կյանք, որը շատ հաճախ դառնում է երեխաների համար մոտիվացիա կրթական կառույցներից մաքսիմալը քաղելու և կրթության կարևորությունը գիտակցելու համար։ Երբ խոսում ենք կրթության մասին, հաճախ դիտարկում ենք միայն դպրոցն ու բուհը։ Մենք ասում ենք, դա կյանքի սահմանափակ ժամանակահատված է, չի կարելի վատնել։ Ու սկսվում են գնահատականների կռիվը, երեխայի առջև դրվող երբեմն անիրատեսական սպասելիքները, մանկավարժներին հասցեագրված բարձր պահանջները։ Բաներ, որ կարող են մեկընդմիշտ սպանել սովորելու հանդեպ երեխայի սերն ու հետաքրքրությունը։ Իսկ ինչ կփոխվի, եթե ասենք, որ կրթությունը ամբողջ կյանքի համար է։ Այն չի ավարտվում ատեստատով ու դիպլոմով, անկախ մարդու նվաճումներից։ Դա չի նշանակում, որ երեխայից գերազանց առաջադիմություն պահանջելու փոխարեն ճիշտ է սովորեցնել գիտելիքն օգտագործելու ձիրքերը, բորբոքել սերն ավելին իմանալու և կարողանալու հանդեպ, չէ որ դրանք ամբողջ կյանքի համար են։ Ինչպես անել դա, կփորձենք հասկանալ այսօր ծնողական ժողովում։ Բարև ձեզ, հարգելի մայրիկներ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերն ու այսօր ծնողական ժողովում եք։ Պետք է ասեմ, որ ծնողական ժողով այսօր հրավիրել ենք նաև հոգեբան Անուշ Ալեքսանյանին։ Նա լսելու է մեր մոտեցումները, մեկնաբանելու է փորձագետի սենյակից եւ հետո միանալու է մեզ այստեղ տաղավարում, մասնագետի հետ երկխոսություն ունենալու հնարավորություն նույնպես ունենալու ենք։ Եթե նախկինում գերակշռում են այն մոտեցումը, որ դպրոցում լավ սովորելը հասուն կյանքում հաջողելու ճանապարհն է։ Արդյոք այսօր նույնպես այդ մոտեցումը գերակշռում է թե ծնողների, թե մանկավարժների շրջանում։ Գիտեք, եւ այո, եւ ոչ։ Կան ծնողներ, որ դա գերադասում են, ծնողների մի խումբ էլ կան, որոնք կրթությանը, դիպլոմին մի քիչ առարկայական են վերաբերում։ Ինչ է սա նշանակում։ Նրանք մտածում են, այո, անպայման իմ տղան կամ աղջիկը պիտի գնա բժշկական, որովհետև այսինչի երեխան էլ է գնացել, ումից ենք պակաս։ Ծնողը պետք է շատ ուշադիր լինի այս պարագայում, հասկանա իր երեխան ինչ է ուզում վերջապես։ Նա ուզում է գնալ որևէ բուհում կամ միջին մասնագիտական հաստատությունում ժամանակ սպառել, թե ուղղակի կյանքում օգտագործել հենց բառից բուն իմաստով այն, ինչ ինքը սովորել է։ Ծնողները կհաստատեն, որ հաճախ երեխան գալիս է ու ասում է, որ օրինակ ես ուզում եմ նկարիչ դառնալ, պարտադիր չէ, որ ես շատ լավ քիմիա ու ֆիզիկա իմանամ։ Թող չնեղանան քիմիայի ու ֆիզիկայի ուսուցիչները։ Բայց նմանատիպ իրավիճակներում, երբ երեխան կոնկրետ ինչ-որ առարկայի հանդեպ չունի շատ մեծ սեր կամ գտնում է, որ իրեն պետք չի գալու, ինչպիսին է ձեր փորձը, ինչպես ցույց տալ նրան կապը կրթական process-ում մատուցվող գիտելիքների հմտությունների եւ հետագա կյանքի միջև ու ցույց տալ այն ոլորտները, այն իրավիճակները, երբ այդ գիտելիքը իրեն պետք է գալու, ինչպես եք վարվել։ Իմ երեխայի հետ կապված սիրում է ավելի շատ նկարել, արվեստ, բոլոր համընկնումները պատահական են։ Այո։ Ամեն ինչ բացի բնագիտական առարկանից, սակայն դրան զուգահեռ նաև կրթական համակարգը պահանջում է սովորել։ Ինչ անել։ Լինում է դեպք, որ օրինակ մոտենում է ինձ հարցնում է մաթեմատիկայի հետ կապված նույն։ Մամ, ինչ անեմ, մաթեմատիկան ինձ անհրաժեշտ չի։ Հա, հիմա սովորեցի ես բանաձևերը, անգիր արեցի, վաղը մյուս օրը մոռանալու եմ, բայց դրան նաև հակադարձում եմ, որովհետև նույն իմ կյանքում մասնագիտության մեջ, նույն մաթեմատիկան, չնայած որ մաթեմատիկայով չեմ գնացել, ինձ անհրաժեշտ ասում եմ, օրինակ իմ մասնագիտության մեջ, երբ որ ես անում եմ թեստեր, թեստային աշխատանքներ, անպայման հարկավոր են հաշվարկներ, ես պետք է կարողանամ թվերի հետ գործ ունենամ։ Շատ ճիշտ է, մենք խոսում ենք պրակտիկայով հիմնավորված լինելու մասին, կրթության եւ գիտելիքի, բայց չափազանցությունների մեջ իհարկե պետք չէ ընկնել, անմիջապես հենց այսօրվա հետ կարող են շատ գիտելիքներ կապ չունենալ եւ
Իհարկե երեխաների համար պիտի դասերը այնքան հետաքրքիր լինեն եւ հրապուրիչ, որ երեխաները հաճույքով սովորեն իրենց բոլոր առարկաները, որոշ բաներն էլ դժվարությամբ, բայց կամքը գործադրելով սովորեն, այդտեղ նաեւ երեխաների կամքն է զարգանում, որ շատ կարեւոր է։ Հենց դա է օգնում երեխային, երբ որ դու քո օրինակն ես պատմում, այդտես այստեղ սենց եղա, որովհետև ես գիտեմ վերլուծել, ես կարողանում եմ համադրել, ես կարողանում եմ տարբերակել, համեմատել։ Այո, սովորածս բանաձևը չեմ կիրառում, բայց այդ մտածողությունն է նստում արդեն իմ մեջ, դրա համար դա քեզ վաղը մյուս օրը հաստատ պետք կգա, այսինքն դու կարևոր օրինակ լինես երեխայի համար այդ դեպքերում։ Շատ հաճախ մենք մեծահասակներս, ծնողները եւ ընտանիքի մյուս անդամները կարող են անգիտակցաբար ապամոտիվացնել երեխային, թերագնահատելով առարկան, ուսուցչին, դպրոցը, մեր որ արտահայտություններն են, որ ազդում են երեխայի մոտիվացիայի վրա, խնդրեմ Անահիտ։ Կարծում եմ, որ պետք է բառակապակցությունը ամենաշատն է իմ տղային դե մոտիվացնում, պետք է նստես դասեր տանելու, պետք է գրես, պետք է սովորես, կարծում եմ ընդհանրապես պետք է տվյալ իրավիճակի վրա հենվելով կարողանանք բացատրել, որ արի հիմա գրենք վերջացնենք, որ օրվա մնացած ժամը ազատ լինես, արի սա սովորենք, որպեսզի վաղը կարողանաս պատրաստ գնալ դասին, որպեսզի վաղը ընկեր Հակոբյանը օրինակի համար քեզ կարողանա լավ խոսքեր ասել, մի խոսքով կարողանանք բալիկին բացատրել, թե տվյալ գործողությունը թեկուզ չուզենալով անելու դեպքում մենք ինչ դրական արդյունք կկարողանանք քաղել։ Կարծում եմ նաև շատ բարձր պահանջները երեխայի հանդեպ, երեխային մեզ հետ համեմատելը, շատ եմ լսում, որ օրինակ ծնողներն ասում են, ես ոսկե մեդալով եմ դպրոցն ավարտել, դու հազիվ կարողանում ես նվազագույն շեմը հատել, կամ ուրիշ երեխաների հետ համեմատել, նաև ժամանակակից ծնողները շատ են միջամտում դպրոցի կյանքին ու փորձում են օրինակ դպրոցից պահանջել բարձր գնահատական։ Էլ ինչի եք առնչվել, ինչ երևույթներ եք հանդիպել, որոնք ապամոտիվացնում են երեխային։ Հյուր էի միտեղ, երեխան պատրաստվում էր 4-րդ դասարանի գիտելիքների ստուգման։ Եվ այնտեղ երեխային տվել էին թեստեր, որ պարապեր նախապես մաթեմատիկայից, եւ ծնողը այսպիսի սայթակում կատարեց, ասում է, այս թեստերը իսկի ես չեմ կարողանում գրել, որ մնաց երեխան, տեսեք, սա համար առաջի գլխավոր սխալն է։ Կան, այո, դեմոտիվացիաներ շատ կան, ուսուցչի մասին չի կարելի երբեք խոսել, ուսուցիչը իր տանն է, ես չեմ խոսում որպես մանկավար, ես խոսում եմ որպես ծնող, ես էլ եմ որպես ծնող շատ զայրացել, շատ եմ չակերտավոր ստրեսներ տարել, բայց զսպել եմ ինձ, հասկանալով, որ երեխային եմ վնասել, ինչքան էլ զայրանաս, ինչքան էլ ինչ-որ մի սխալ նկատես, պետք է պահես քեզ զուս, որպեսզի երեխան դա չընդունի որպես նշանաբան եւ ասի այ տես իմ մաման ասում է ես ամենալավն եմ, բայց քո ուսուցիչը քեզ սխալ է գնահատում, ըստ արժանվուն չի գնահատում։ Որևէ մեկին իհարկե պետք չէ ասել որ դու ամենալավն ես, առհասարակ գնահատականներ պետք չէ տալ, մենք կարող ենք ասել ես քեզ շատ եմ սիրում, դու ինձ համար թանկ ես, ինչքանից դուր է գալիս, ինչպես ես դու այս կամ այն բանը անում, բայց ասել դու ամենալավն ես կամ դու ամենավատն ես, կոպիտ սխալներ են դրանք առհասարակ եւ միայն վնասում են երեխաներին, նրանց դարձնում են արտաքին աշխարհի գնահատականներից կախված։ Այո, շատ բարդ է մոտիվացիան տալ եւ շատ բարդ է դեմոտիվացիան հաղթահարել։ Աշխարհը փոփոխվում է սրընթաց։ Կրթությունը փորձում է արձագանքել փոփոխություններին, բայց գրեթե միշտ բախվում է դիմադրության։ Պատնեշի դերում են մեր համոզմունքները եւ այն սպասելիքները, որ ունենք համակարգից, ուսուցչից, երեխաներից։ Կան մարդիկ, որոնք մինչև հիմա էլ վստահ են, որ երեխայի մասին ամեն ինչ կարելի է ասել ընդամենը մեկ բառով՝ ծույլ է, միջակ է, գերազանցիկ է։ Այդ պիտակները խանգարել ու խանգարում են տեսնել իսկական հանճարը, երեխայի սրտաբուխ ցանկությունը, թաքնված խնդիրները։ Այս գլուխկոտրուկից կօգնեն գլուխ հանել մեր երկրի տարբեր անկյուններում ապրող մի խումբ մարդիկ եւ հոգեբանը։ Ինչ որ պատճառներ կան, որ լավ չի սովորում, պետք է խորանալ իմանալ ինչի լավ չի սովորում, որոնք են իր հետաքրքրությունները ու ինչի սովորելը իր հետաքրքրությունների դաշտում չի։ Այո, ծույլ է։ Հա, իհարկե ծույլ է։ Երեխան պետք է սովորի անպայման։ Ոչ միշտ։ Երբեմն այո, կարելի է կապել ծույլության հետ, բայց միգուցե դա նրան հետաքրքիր չէ։ Միգուցե այլ մեթոդով պետք է
ներկայացնել կամ հետաքրքրել երեխային, որպեսզի նա ավելի լավ սովորի։ Դա երևի ամենատարածված թյուրիմբռնումներից մեկն է, որ եթե երեխաները լավ չեն սովորում, նշանակում է նրանք պարտադիր պետք է ծուլանան, չուզենան սովորել։ Չսովորելու իրավիճակը կապված է շատ տարբեր գործոնների հետ, առաջին հերթին հենց երեխաների կարողությունների եւ նրա թե ինչպես է մատուցվում առհասարակ ուսումնական նյութը երեխաների։ Որովհետեւ ցանկացած դեպքում ուսումնական գործունեությունը երեխաների համար կարող է դառնալ հաճելի, գրավիչ, հետաքրքիր, եթե մատուցվում է նյութը համապատասխան ճիշտ ձևով։ Չեմ կարծում սխալ է դման որևէ նկարագիր տալը ավելի լավ է լինի այսպեսին, քան այնպեսին, որովհետև երեխան կարող է ինչ-որ մի բնագավառում շատ լավը լինել, մյուսում շատ վատը, էլի այն միտքը կրկնեմ, որ կարևոր է, որ գտնել իր ուժեղ կողմը եւ զարգացնել դա։ Ինձ թվում է ծույլի հետ աշխատել ավելի հնարավոր է, քան միջակի։ Չէ, իհարկե ոչ։ Ծույլի երեխայի հետ շատ դժվար է։ Այսինքն ավելի լավ է միջակ լինի։ Դե հա, եթե միջակ լինի, նշանակում է ինչ-որ բան արվում է, այդ երեխան ինչ-որ քայլ ձեռնարկում է ինչ-որ բանի հասնելու համար, ինչ-որ հետաքրքրություններ ունի արդեն։ Ավելի լավ է լինել լավ կամ վատ։ Միջակը մի քիչ դրսևորման այլ եզր է, որը որ չի արտահայտվում ոչ մի բնագավառում։ Ցանկացած պիտակավորում, որը կրթական գործունեության ընթացքում կարող է գալ ու կպնել երեխային, ինքը վնասող է։ Ես անվանեմ իրեն միջակ, ինքը կընտրի այդ դերը եւ կսկսի համապատասխանել դրան, անվանեմ ծույլը լինելու է այդ դերի մեջ, անվանեմ գերազանցիկ լինելու է այդ դերի մեջ։ Ու այն դեպքում, եթե մենք դնում ենք այդ պիտակը երեխայի վրա, մենք տալիս ենք կարծես թե կանխորոշում, թե ինչպիսի վարքային դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում երեխան պետք է ունենա։ Կան որոշ առարկաներ կամ կան որոշ նյութեր, որոնց հանդեպ երեխաների հետաքրքրվածությունը շատ ավելի բարձր է։ Այն դեպքում, երբ որ մենք ստեղծում ենք անհրաժեշտ բավարար պայմաններ երեխաների համար, որպեսզի իրենք կարողանան զարգացնել իրենց այդ հետաքրքրությունը, կարողանան խորությամբ ուսումնասիրել իրենց իրաց առարկան, մեծապես կրթական ու ակադեմիական գործունեության հանդեպ մոտիվացիան եւս փոխվում ու բարձրանում է։ Չէ, բացարձակ, որովհետեւ կարևորը սիրով է պետք անել այդ ամեն ինչը։ Իհարկե, ինչքան բարձր, այնքան լավ։ Այո, որովհետեւ իմ համար դա ինքնավստահության եւ ինքնահաստատման գործոն է առաջադիմությունը։ Առաջադիմությունը շոկ մեծ բան է։ Երեխայի համար մանավանդ ծնողը շատ հպարտանում է, որ երեխան առաջադիմություն բարձր առաջադիմություն ունի։ Բարձր առաջադիմությունը առաջնահերթ չի, քանի որ կարող է այդ գիտելիքը հիմնավոր չլինել, այսինքն աշակերտը երեխան կարող է սովորել բարձր գնահատականի համար, բայց չպահել այդ գիտելիքը իր մեջ։ Ամենալուրջ խնդիրը, որը հատկապես ներկայումս կա շատ կրթական միջավայրերում, դա այն է, որ երեխաներին միշտ դնում են համեմատության մեջ եւ գերազանցիկության գաղափարը արտահայտվում է զուտ համեմատական այն միջավայրին, որում երեխան գտնվում է։ Երբ մենք հանում ենք երեխային այդ միջավայրից, կարծես թե ինչ-որ խնդիրներ են առաջանում նույն գերազանցիկության հետ, իմացության հետ։ Այսինքն ամենակարևոր գաղափարը լինում է ոչ թե ունենալ բացարձակ տասեր բոլոր առարկաներից, այլ ունենալ իմացություն առարկաներից։ Դուրս եկավ դասարանից, ինչ է անելու իր սովորած նյութի հետ, կարող է արդյոք առօրյայում կիրառել, թե չէ։ Այսինքն իսկական գիտելիքը, իսկական հմտությունը հենց կարողությունների մեջ է արտահայտվում, որ երեխան կարողանա այն իմացությունը, որը ստացել է դասարանում, տեղափոխի կոնկրետ ակտիվության մեջ իր կենսական գործունեության ժամանակ։ Ուսումնառության process-ը կարող է ուղեկցվել սթրեսով։ Տարիք, անձնական իրողություններ, քննություններ, երբեմն էլ բոլորը միաժամանակ։ Ինչպես նկատել, որ երեխան օգնության կարիք ունի եւ ինչպես օգնել։ Ծնողական ժողովին միացել է երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը։ Բարև ձեզ Անուշ։ Բարև ձեզ Անուշ ջան։ Այս տաղավարում շատ տարբեր թեմաներ քննարկելիս մենք լսում ենք մասնագետներից եւ մենք ծնողներս հաճախ ասում ենք, որ կարեւոր է երեխային լսելը։ Երեխան հաճախ կարող է մեզ ասել, չեմ ուզում գնալ դպրոց, չեմ կարողանում անել տնայինը, ամեն ինչից զզվել եմ։ Եթե մենք լսենք, հասկանանք ու զգանք երեխայի այս ձևակերպումները, ինչպես կարող ենք տարբերակել, երբ իրականում օրինակ չի կարողանում լուծել այս խնդիրը եւ երբ է սրա տակ ինչ-որ բան թաքնված։ Այստեղ պետք է լսել երեխային, ասեմ ինչպես, մենք հաճախ կարող ենք երեխային հարցնել։ Կուզես քեզ ինչ-որ մեկը օգնի այս առարկայի մեջ։ Ես տեսնում եմ, որ դու կայուն դժվարություն ունես։ Անընդհատ ոնց որ գնահատականներդ իջնում են, կամ անընդհատ խուսափում ես այդ առարկայից, գուցե ինչ-որ բան քեզ դժվար է։ Կուզես, որ որևէ մեկը քեզ օգնի այս առարկայի հարցում։ Սովորաբար երեխաները, երբ իրենց այսպիսի հարց են տալիս, իրենք անկեղծ պատասխանում են, որ հա ինձ դժվար է, կամ օրինակ ասում են չէ, չեմ ուզենա,
այստեղ պետք է հաջորդիվ շարունակենք քննարկումը եւ ասենք շատ լավ, այդ դեպքում արի մտածենք ինչպես անենք, որ քո առաջադիմությունը լավանա այս առարկայի հարցում, որովհետեւ տեսնում եմ կայուն անկում է, ինչն է պատճառը, ինչ կարող ենք անել, եւ երեխան կարող է ասել, չգիտեմ, երեկոյան դուք աղմկում եք, հեռուստացեք նամից խանգարում եք, կամ չգիտեմ, այսինչ պարապմունքս է ինձ խանգարում, այսինքն ավելի պրակտիկ խոսակցություն կարող է լինել, կամ կարող է երեխան ասել, լավ, ես ինքս մի բան կանեմ, ես խոստանում եմ ամեն ինչ կանեմ։ Եվ այստեղ կարելի է քննարկել օրինակ ժամկետներ։ Լավ, շատ լավ, 1 ամիսը քեզ բավարար է, որ դու կողմնորոշվես եւ կարգավորես այս առարկայում խնդիրները, եւ սրանք են օրինակներն են, երբ մենք իսկապես կարող ենք լսել, այսինքն երեխայի հետ գործնական պայմանավորվածություններ ունենալ։ Երբ որ երեխաները իսկապես դժվարություն ունեն, իրենք ավելի հաճախ ասում են այո, ես կուզենամ, որ ինձ մեկը օգնի։ Շատ լավ, ով կուզենաս, կուզես ուսուցչիդ խնդրենք քեզ հետ հավելյալ ժամեր պարապի, կուզես մեկ այլ մեկին, կուզես եղբորդ ասենք երբեմն քեզ հետ պարապի, այսինքն խնդիրը ոչ թե թողնում ենք եւ անդադ բարկանալով ենք լուծում, այլ ինչ որ ճանապարհներ ենք փնտրում եւ երեխային մասնակից ենք դարձնում այդ խնդրի լուծմանը։ Իրականում մենք բնավ ակնկալիքներ չունենք, որ բոլորիս երեխաները պետք է կատարյալ լինեն եւ ուսումնառության process-ում պարզապես փայլատակեն, հնարավոր են նաեւ անկման փուլեր, փոքր անհաջողությունների շրջաններ, բայց հիմա առաջարկում եմ ծնողների եւ մանկավարժի հետ փորձենք հասկանալ, թե ինչպես հաղթահարել ընդվզումները, փոքրիկ անհաջողությունները եւ ինչպես օգնել երեխային առաջ շարժվել կրթական գործընթացում։ Խնդրում եմ համեցեք։ Համեցեք։ Իսկ հիմա շարունակելու ենք ծնողական ժողովը արդեն խաղային ձևաչափով։ Դուք տեսնում եք սեղանին դրված են վահանակներ, պետք է խնդրեմ վերցնեք եւ նախապատրաստվեք խաղին։ Ինչպես է ընթանալու խաղը։ Ես կընթերցեմ ձևակերպումներ, շատ տարածված երևույթներ մեր կյանքից, որ գուցե պատահել են ձեզ հետ, գուցե նկատել եք ձեզ շրջապատող մարդկանց մոտ եւ կխնդրեմ ցույց տալ ձեր վերաբերմունքը, ձեր մոտեցումը ճիշտ է սխալ է վահանակների միջոցով։ Անուշը կմեկնաբանի ու կառաջարկի ճիշտ մոտեցումներ, ճիշտ տարբերակներ։ Առաջին իրավիճակը, երբ երեխան դժգոհում է դպրոցից, ճիշտ է բացատրել, որ դպրոց գնալն իր պարտականությունն է, իսկ դժգոհությունը պարզապես ծուլության նշան է։ Ձևակերպումները երբեմն խրթին են արված հատուկ, որպեսզի հեշտ չլինեն պատասխանները։ Բոլորն ասում են, որ սխալ է։ Այո, որովհետև այդ դժգոհությունը պիտի ստիպի ծնողին նոր հարցեր տալ։ Եվ միայն դժգոհությանը այդպես պատասխանելը շատ մակերեսային մոտեցում կլինի, պետք է հասկանալ ինչու չի ուզում գնալ դպրոց, եւ պետք է ասել, որ մենք բոլորս մեր անելիքներն ունենք եւ քո անելիքն էլ դպրոց գնալն է, եթե ինչ-որ բան դպրոցում դուր չի գալիս, ապա պիտի փորձենք այդ խնդիրը լուծել, բայց բոլորս պիտի գնանք դպրոց եւ բոլորս գնացել ենք դպրոց, ուզենանք թե չուզենանք, այսինքն ինչ-որ իմաստով նույն միտքն է, բայց երբ որ մենք ասում ենք այդպես պարտադրանքով եւ կարճ կոնկրետ եւ առավել եւս երբ որ հարցեր չենք տալիս, որովհետեւ շատ կարեւոր է իմանալ ինչու երեխան չի ցանկանում դպրոց գնալ, ինչ է տեղի ունենում, որովհետեւ երբ որ ամեն ինչ նորմալ է, բոլոր երեխաները ցանկանում են գնալ դպրոց, գոնե իրենց ընկերներին հանդիպելու եւ իրենց օրը ուրախ անցկացնելու։ Այնպես որ սա խնդրի մասին բարձրաձայնում է, պետք է հասկանանք եւ ուղղակի պարտադրելով լուծում չի։ Շնորհակալ եմ, շարունակենք, եթե երեխան չի սիրում որևէ առարկա, պետք է օգնել տեսնել դրա մեջ այն, ինչ արձագանք կգտնի երեխայի սրտում, կամ ցույց տալ, թե որքան կարևոր այն կարող է լինել ապագայում։ Կարծում եմ բոլորը կասեն, որ ճիշտ է։ Ինչպես փորձել արձագանք գտնել երեխայի սրտում, ինչպես նրան համոզել, որ այս առարկան մեզ մի օր պետք է գալու, իսկապես դժվար է համոզել երեխային։ Գիտեք, ես այդպես չի ասի, որ միանշանակ ճիշտ է։ Գիտեք, մենք շատ ենք շեշտ դնում դպրոցական կրթության մեջ երեխայի հաճույքը, ոչ կամածին հետաքրքրությունը, ուշադրությունը եւ այլն, բայց մենք չպետք է մոռանանք, որ դպրոցը նաեւ երեխայի կամքը զարգացնելու վայր է, ինչը շատ կարեւոր է եւ վայր է, որտեղ երեխան իսկապես պիտի հասկանա, որոնք են իր պարտականությունները, որոնք ինքը պիտի կատարի առանց այլևայլության եւ առանց քննարկելու, սա իրեն հաճելի է թե տհաճ է եւ մեր անձը զարգանում է պարտականություններ վերցնելով եւ պարտավորություններ ունենալով, այսինքն
աստիճանաբար այն տեղերում, որտեղ հնարավոր է, երեխան պիտի պարտավորություններ ստանձնի եւ նախքան դպրոց գնալը մենք կարող ենք երեխային սովորեցնել, որ երբ որ մենք բոլորս գալիս ենք տուն, չգիտեմ, հայրիկս է անում, մայրիկն է անում, մեծ քույրիկը, մեծ եղբայրը այլ բաներ են անում, իսկ դու կոշիկներն ես դասավորում, օրինակ պահարանի մեջ։ Այսինքն պարտականություններ ունենալը եւ պարտավորված լինելը ինչ որ բան անելու շատ կարեւոր է։ Եվ ես կարծում եմ մի քիչ ռոմանտիկ է հնչում այդ միտքը, որ ամեն ինչ պետք է գա դիպչի երեխայի սրտին, նախ սրտերը տարբեր են, բոլորի սրտին չի կարող, բոլոր առարկաները չեն կարող դիպչել, ինչ որ մի բան անելու ենք հաճույքով ու հավեսով, ինչ որ մի բանն էլ մի քիչ ալարելով, բայց ինքներս մեզ ստիպելով։ Ծնողներն էլ որ երեխաներին խնամում են, աշխատում են, գնում են աշխատանքի, կներեք ծափ տալով ամեն օր չեն գնում։ Հոգնած են լինում, ձանձրանում են, ինչ որ տեղերում ցածր աշխատավարձ են ստանում, երբեմն վատ վերաբերմունք են ստանում, բայց իրենք պարտավորված են դա անել, որովհետև այլ ավելի լավ առաջարկ այդ պահին չունեն։ Եվ երեխաները աստիճանաբար պիտի իրենց մեջ զարգացնեն նաև այդ ունակությունները, որ հետո հաջողակ եւ դիմացկուն լինեն։ Սա կարևոր է։ Եթե շատ շեշտ դնենք այդ ոչ կամածին որակների վրա, որ հավես լինի, հաճույք լինի եւ այլն, երեխաների անձը չի զարգանա եւ իրենք շատ թույլ կմեծանան։ Իսկ մենք ուզում ենք, որ իրենք նաեւ պինդ ու դիմացկուն լինեն եւ դժվարություններին դիմանան։ Շարունակենք։ Երեխաներին պետք չէ սովորեցնել պլանավորել օրը, դասերն անելու հերթականությունը։ Ժամանակի ընթացքում իրենք կսովորեն։ Մայրիկները ասում են, որ սխալ է, ինչ է ասում հոգեբանը։ Դպրոց հաճախելու ամենակարևոր նպատակներից մեկը եւ հատկապես առաջին դասարանում պլանավորել, սովորելն է, պայուսակը դասավորելն է, հերթականություն սահմանելն է, այսինքն սովորելն է։ Առաջին դասարանում շատ կարևոր հմտություններ են սրանք, որ ձևավորվում են, բայց ես շատ ծնողների ճանաչում եմ, որոնք մինչեւ 5-րդ դասարան երեխայի պայուսակը դասավորում են, հետո երեխան գնում է դպրոց, զանգում է, ասում է՝ «Մամա, այս տետերս չես դրել, հեսա կգամ պապային կասեմ, որ այդ կճղայնանա» եւ այլն։ Սրանք շատ վատ օրինակներ են։ Պայուսակը դասավորել, չէ՞, մեր առաջարկն է։ Ցավոք սրտի, բայց երբեմն այդպես մի կողմի վրա է բեռանքն, ծանրությունը, բայց կան շատ պարզ մեթոդներ, 1 ամսվա ընթացքում առաջին դասարանցին կարող է սովորել ինքնուրույն իր պայուսակը դասավորել, մի որոշ ժամանակ կպահանջի, որ իր դասերին կարողանա հետևել, այո, 1 շաբաթ իր հետ ենք անում, իր փոխարեն անում ենք սովորեցնելով, պատմելով, երկրորդ շաբաթը ինքն է անում, մենք նայում ենք, հուշումներ ենք անում, երրորդ շաբաթը ինքը անում, հետո գալիս ենք ուղում ենք, չորրորդ շաբաթը վերջում արդեն տեսնում ենք ինչպես է երեխան ինքնուրույն անում, իրական հեշտ է։ Այո։ Բայց ծնողները ոնց որ շտապելու պատճառով, արագ-արագ ինչ որ բաներ անելու պատճառով եւ նաեւ իրենց օրը ճիշտ չպլանավորելու պատճառով խառնում են երեխայի պլանները։ Ես կարծում եմ երեխան պիտի սովորի պլանավորել, դա կարևոր հմտություն է։ Մերի ձեզ հաջողվում է երեխաներին սովորեցնել ուսումնական գործընթացի կարգապահությանը։ Վարվել եմ այնպես, ինչպես մեր հոգեբանը նոր նշեց, այսինքն սկզբնական երևի 1 շաբաթը ես իրեն ցույց տվեցի, ինչպես է դա պետք անել, այսինքն դասացուցակը ես կարդացի, ինքը իր տետրերը եւ ամենը ես տեղավորեցի, հաջորդ շաբաթը մենք միասին արեցինք, այսինքն ես կարդացի, ինքը տեղավորեց։ Դրանից հետո ես ասացի դու արդեն ինքնուրույն պիտի դա անես։ Իհարկե նա անում էր, ես հետո վերահսկում էի, ինքը քնում էր, ես գալիս ստուգում էի, ավելացումներ էի անում, որ իր ներկայությամբ անեիք, շատ ավելի։ Ինչ իրեն ներկայությամբ չեմ արել, ինքը հետո գիտակցելա, որ արդեն ինքը ինքնուրույն է, ինքը կարողանում է դա անել։ Իրեն ես բացատրել եմ, որ դու իրոք դա կարող ես անել, դա ինչ որ բարդ երևույթ չի ու դու պիտի դա ինքդ անես։ Եվ հաջողել եք։ Այո։ Հրաշալի է։ Մեր վերջին պնդումը՝ երեխան պետք է ունենա նաև անգործության, խաղի ու հանգստի ժամանակ, նույնիսկ ուսումնական ծանրաբեռնվածության շրջանում։ Պատրաստվում են քննությունների, բայց մայրիկը ասում է գնա ֆուտբոլ խաղա։ Ճիշտ է անում մայրիկը։ Կարծում եմ այո, ես շատ կուզեի այդպիսի մայրիկ ունենալ եւ մեր ծնողներն էլ մեզ թույլ էին տալիս շատ խաղալ եւ փաստացի հասցնում էինք նաեւ դասերն անել։
որոշակի կանոններ եթե մտցնեն, անպայման երեխան ազատ ժամանակ էլ կունենա եւ մասնագետներն ասում են, որ երեխան առնվազն տարրական դպրոցի երեխայի մասին է խոսքը, երեխան առնվազն օրվա ընթացքում 2 ժամ ազատ ժամանակ պիտի ունենա, այսինքն ժամանակ, որը ոչ մի հատուկ ձևով պլանավորված չէ, այսինքն ինքնուրույն գնա, քչփորի, խաղերը ընտրի, մտածի ինչով զբաղվի եւ պիտի մի փոքր նաեւ ձանձրանա, որպեսզի ինչ-որ բաներ հնարի, այսինքն մտածի ինչ անեմ, բստրեմ, հնարեմ, մոգոնեմ, հա, եւ ինչ որ բաներ ինքը իր ներսից դուրս բերի։ Դրա համար այո, եւ իհարկե ֆիզիկական ակտիվությունը անխոս վիճելի չի, որ պիտի երեխան ակտիվ լինի մաքուր օդին, արևի տակ, իր ընկերների հետ։ Եթե ճիշտ կազմակերպվի ժամանակը, երեխան իսկապես բավականին արագ իր դասերը կանի, իսկ եթե դրանք շատ ժամանակ են պահանջում, դա չի նշանակում, որ երեխան պիտի գիշերը չքնի եւ դաս անի։ Ուրեմն թող ինչ-որ բաներ քիչ իմանա, բայց նաեւ զուգահեռ թող խաղա եւ ազատ ժամանակ էլ ունենա։ Թող մի քիչ արդյունքները լինեն իր ուժերին, հնարավորություններին համապատասխան։ Շնորհակալ եմ Անուշ, որ այսօր միացաք ծնողական ժողովին, ձեր մասնագիտական դիտարկումները շատ օգտակար էին։ Ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրեցիք։ Խանգարել կարելի է նաև օգնելով։ Չէ, սա բառախաղ չէ, այլ մաքուր ճշմարտություն։ Դպրոցական պայուսակը հաջորդ օրվան նախապատրաստելուց մինչև տնային առաջադրանքների կատարում եւ դասարանում միջանձնային խնդիրների լուծում։ Մենք ցանկանում ենք օգնել, լինել պիտանի, բայց երբեմն կարող ենք անցնել սահմանները։ Մեր երեխաների պատասխանատվության, նրանց ուսուցիչների մասնագիտական պարտականությունների, մեր երեխաների եւ միայն նրանց ընկերներին պատկանող հարաբերությունների սահմանները։ Ինչպես լինել ակտիվ ներգրավված ծնող, բայց չվերցնել մեզ չպատկանող դերեր։ Որոշ կարևոր հաղորդագրություններ կգտնեք հաջորդ տեսանյութում։ Ծնողական ժողովի ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ ծնողները հաճախ չափից ավելի են ներգրավվում երեխաների ուսումնական գործընթացներում, որովհետև ցանկանում են հնարավորինս նվազեցնել ակադեմիական սթրեսը։ Իրականում սովորելու ընթացքում սթրեսներն անխուսափելի են, քանի որ դրանք սովորելու գործընթացի մի մասն են։ Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի դպրոցի կարևորագույն անելիքներից է սովորեցնել ապրել սթրեսները եւ ճիշտ արձագանքել դրանց, խթանելով երեխաների էմոցիոնալ կրթությունը։ Հանրակրթության ոլորտի փոփոխությունները միտված են նրան, որ մենք դպրոցները չդիտենք միայն գիտելիք փոխանցող օղակներ, այլ դիտենք դպրոցները գիտելիք, հմտություն, արժեք, դիրքորոշում, այս ամբողջությունը փոխանցող կամ ինչպես մենք անվանում ենք կարողունակությունը կամ կոմպետենցիան փոխանցող օղակներ։ Ստացվում է, որ էմոցիոնալ կրթությունը դառնում է ուսումնառության կարևոր մաս, որին միտված քայլ էր դպրոցներում հոգեբանի հաստիքի ներդրումը։ Հոգեբանն օգնում է ճիշտ արձագանքել դպրոցներում առաջացող տարաբնույթ հարցերին։ Գնահատման սկզբունքներն ու դրանցից բխող պիտակավորումը հաճախ ճնշում են դպրոցականներին, կոտրում են դպրոց հաճախելու եւ սովորելու մղումն ու ցանկությունը։ Խնդրի լուծմանն ուղղված ծանրակշիռ քայլ է անցումը բնութագրային գնահատմանը։ Այն կիրառվում է մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը։ Երբ որ ուսուցիչը մատնանշում է, թե ինչն է ստացվում երեխայի մոտ եւ ինչն է, որի վրա դեռ պիտի աշխատի։ Ու սա հնարավորություն է տալիս, որպեսզի մենք կոնկրետ լինենք, այսինքն երբ որ գնահատում ենք երեխային, խոսենք ոչ թե նրա մասին որպես անձի, որը պիտակավորման ուղիղ ճանապարհն է, այլ խոսենք նրա կողմից դրսևորվող տարբեր քայլերի եւ հմտությունների մասին, օրինակ, ինչպես է նա կարդում, ինչպես է կարողանում լուծել տարբեր մաթեմատիկական խնդիրները եւ այս կոնկրետության մեջ նաեւ երեխան է ճանաչում իր խնդիրները։ Երեխայի ծնողն է հասկանում, թե որ ուղղությամբ իր երեխան ավելի մեծ աջակցության կարիք ունի կամ որոնք են նրա հաջողությունները։ Եվ գնահատման այս համակարգը կարծում եմ, որ ինքնին պիտակավորումը դպրոցներից, չեմ ասում արմատախիլ ղանող, որովհետև այդ միջավայրերում ամեն դեպքում մենք խոսում ենք նաև բուլինգի մասին, խոսում ենք բազմաթիվ երևույթների մասին, բայց առնվազն ուսումնական process-ից բխող պիտակավորումը հնարավորինս նվազեցվում է։ Տևական ժամանակ դպրոցականների հետ աշխատանքի առանցքային գործիքներից մեկը վախն էր, պայմանավորված ցախողելու, ցածր գնահատականներ ստանալու, ուսուցիչներին եւ ծնողներին հիասթափեցնելու հետ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքով դպրոցներում սթրեսի մակարդակի նվազեցման համար պետք է հրաժարվել իբրև կառավարման գործիք վախն օգտագործելուց։ Այս սկզբունքային հարցերի փոփոխությունները դպրոցը դարձնում են մի տեղ, որտեղ դու կարող ես սովորել, կարող ես սխալվել, կարող ես մի բան միգուցե մի օր չհասցնել, եւ դա մահացու չի, որովհետեւ սովորելը հենց այդպիսի ժամանակահատված է սխալվելու,
միասին քննարկելու, սխալները հասկանալու, վերլուծելու եւ դպրոցը պիտի դառնա, երբ որ ասում ենք երեխայա կենտրոն, իրականում դրանք ոչ թե բառեր են, այլ դա շատ կոնկրետ բաներ են, որ յուրաքանչյուր երեխայի պետք է ամեն օր սիրով տանեն դպրոց, որտեղ ինքը գիտի, որ դպրոցում իրեն չեն պատժելու, այլ իր հետ աշխատելու են, իրեն լսելու են, իրեն հասկանալու են, եւ հենց սա է, որ մենք ուզում ենք դպրոցներում ստանալ։ Նախարարի խոսքով մանկավարժների համար գնահատականը հիմնականում համեմատական նիշ է, որով վերջինները երեխային համեմատում են մյուս երեխաների հետ։ Հանրակրթության նոր չափորոշչի պահանջն է երեխային գնահատել իր գիտելիքի, իր հմտությունների, իր առաջընթացի համեմատ։ Անշուշտ գնահատման գործընթացը սուբյեկտիվ է, սակայն նախարարի խոսքով, երբ մանկավարժն ունի գնահատման չափորոշիչների սկզբունքներ, օբյեկտիվություն ապահովել հնարավոր է։ Ամբողջ խնդիրը այստեղ այն կեղծիքի միջավայրն է, որ մեր դպրոցական գնահատման համակարգում ձևավորվել է, եւ ես կարող եմ ասել, որ գնահատումը եղել է մեր դպրոցական կրթության որակի խեղման ամենակարևոր գործիքներից մեկը, եւ գնահատականը դարձել էր մի կողմից պատժի գործիք, մյուս կողմից նաեւ խրախուսման գործիք, եւ գնահատականը չափազանց ուռճացված նշանակություն էր ձեռք բերել ու վստահ եմ, որ նոր չափորոշչի ամբողջական ներդրումը այս իրավիճակը փոխելու է, ավելին պիտի ձեզ ասեմ, կարծում եմ, որ դա արդեն փոխվում է եւ վստահ եմ, որ առաջիկա 1-2 տարում մենք այլևս այս թեմային չենք անդրադառնալու, որովհետեւ այլևս դրա առիթը չենք ունենալու։ Դուք դիտում եք ծնողական ժողովը, այսօր խոսում ենք ուսումնառության ընթացքում մեր երեխաներին հանդիպող դժվարությունների եւ դրանց հաղթահարման եղանակների մասին։ Եվ սիրելի մայրիկներ, ամփոփելով այսօրվա մեր զրույցը, ես ուզում եմ, որ ընդգծենք այն կարևոր եզրահանգումները, այն կարևոր մտքերը, որ դուք այսօր տանում եք ձեզ հետ ծնողական ժողովի տաղավարից, Տաթև, խնդրեմ ձեզ հետ սկսենք։ Երբ որ խոսում ենք կրթության մասին, առաջադիմության մասին, ակադեմիական կրթության մասին, մոռանում ենք շատ անգամ հենց երեխային։ Երեխան անձ է, երեխան մի ամբողջ համակարգ է, իր հարաբերություններով, իր ընտանիքով, իր հետաքրքրություններով, ու երբ որ շեշտը դնում ենք միայն առաջադիմության վրա, ինչ որ մի բանի հասնելու վրա, այ որ հասնես սա, լավ կլինի, այ որ հասնես սա, կհամարվես լավ մարդ, կարևորվում է շատ առաջադիմությունը, բայց հետ են մղվում շատ ավելի կարևոր բաներ մարդու կյանքում, երեխայի կյանքում, գիտելիքը, այն հմտությունները, որ ինքը ձեռք է բերում կրթության ընթացքում, որոնք շատ ավելի կարևոր են, քան այսօրվա ստացած որևէ մի գնահատական, որովհետև դա միայն այսօր է։ Շատ կարևոր է երեխային ասել ապրես, շատ լավ է, քո մոտ ստացվում է, խրախուսել։ Եթե դժվարություն է լինում առաջադիմության մեջ, հնարավոր է, մենք բոլորս չենք ծնվել գիտելիքներով, կարևորը հասկանալ ինչով օգնել, գոնե մի փոքրիկ հաջողություն ունենա ու այդ մի փոքրիկ հաջողությունը գովել, քայլ առ քայլ երեխան արդեն կսովորի եւ պատասխանատվության եւ արդեն ինքնուրույն այդ հաղթահարելու խնդիրները, որովհետեւ շատ ավելի կարևոր է երեխան, քան գնահատականը։ Ինքը մնացածը կյանքում կհասնի։ Շատ կարևորում եմ երեխային սովորեցնել ինքնուրույնության եւ դրա կարևոր քայլերից մեկը դա իրեն սովորեցնել պլանավորել իր առօրյան։ Սկզբում պետք է դա ցույց տալ սեփական փորձով, այսինքն երեխան պետք է իր առջև տեսնի այդ ինչպես դա պետք է անել։ Դրանից հետո նրան արդեն քիչ-քիչ տալ ինքնուրույնություն, ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն, այսինքն չպարտադրել անընդհատ քո պարտադրանքը չդրսևորել, թողել ինքն իր որոշումները կայացնի, բայց վերահսկել գործընթացը, այսպես ասեմ։ Եթե երեխա ես դաստիարակում, առաջինը դու պետք է լինես օրինակ։ Եվ սովորելու ընթացքում ինչու ոչ։ Կարելի է եւ երեխայի հետ սովորել։ Կարելի է խնդրել, որ ինքը սովորեցնի քեզ, ինչու ոչ։ Օրինակ, տեխնոլոգիաների առումով կարելի է խնդրել նրանից օգնություն։ Այնինքը տեսնի, որ իր հայրը, մայրը, ինչու ոչ տատիկը, եթե կա տանը տատիկ, պապիկ, մեծերը, նրանք էլ են սովորում, նրանք էլ են գիրք կարդում, ուսումնասիրում են, որպեսզի նա հասկանա, որ սովորելը շարունակական մի երևույթ է։ Եվ երբեք չենք կարող ասել, վերջ, ես արդեն 40 տարեկան եմ, ինձ պետք չի ոչինչ սովորել։ Եվ պետք է երեխան այս ընթացքում հասկանա, որ յուրաքանչյուր տարիքում նորանոր ասպարեզներ կարող են եւ բացվել։ Ուստի սովորել երեխայի ներկայությամբ, երեխայի հետ, երեխայի օգնությամբ։
Ինչպես երեխաներին սովորեցնենք պատասխանատվություն կրել որոշ հարցերի համար, այդպես էլ պետք է սովորեցնենք հանգստանալ, եւ հանգստանալը իր մեջ չի ներառում օրինակ այս էկրանից կտրվելով մյուս էկրանի առաջ նստելը, այսինքն քննական հարցաշարը թողնելուց հետո ինչ որ հաղորդումն չէ, այլ երեխային փորձել սովորեցնել հանգստանալ տնից դուրս, ինչու ոչ իր ընկերական միջավայրում կամ խաղային միջավայրում, կամ թեկուզ տան մեջ ընտանիքի անդամների ինտերակցիությամբ խոսել, զրուցել, տարբեր բաներ պատմել, խաղալ եւ այդպիսով բավարարել այն բացը, որը կարծում եմ, որ ուրիշ ոչ մի բան չի կարող երեխային տալ, քան շփումը իր հարազատների, իր ընկերների հետ եւ սեփական եսին ժամանակ տրամադրելը, որովհետեւ ինձ մա հենց այդ ժամանակի արդյունքում է, որ մենք կարողանում ենք վերալիցքավորվել եւ մեծ էներգիա ունենալ կրթությանը, աշխատանքին տրամադրելու համար։ Երեխայի ուսումնառության ճանապարհը հաջողության ուղի է միայն այն ժամանակ, երբ նա երջանիկ է այդ ճանապարհին։ Իսկ դրա համար մեզանից պահանջվում է հասկանալ, աջակցել, լսել ու երբեմն պարզապես չխանգարել։ Հետաքրքրվեք, բայց մի վերահսկեք ամեն մանրուք։ Թույլ տվեք սխալվել, խոսեք ոչ թե երեխայի փոխարեն, այլ նրա հետ, ինչն է դժվար, ինչու է դժգոհ, ինչու չի ուզում, ինչը կօգնի։ Հարցեր տվեք։ Մի խառնեք ձեր անձնական սպասելիքները երեխայի նպատակներին ու մի զլացեք դիմել մանկավարժների եւ հոգեբանի օգնությանը, երբ հասկանում եք, որ սեփական գիտելիքներն ու փորձը բավարար չեն երեխային դժվար իրավիճակում աջակցելու համար։ Սիրելի հյուրեր, շնորհակալ եմ այսօրվա մեր քննարկմանը մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։